Ողջույն սիրելի ֆուտբոլասերներ, Fast Media-ն սկսում է ձեր ուշադրությանը ներկայացնել Fastex Premier League-ի 22-րդ տուրի տեսությունը։ Այս մրցաշարի առաջին հանդիպումը կայացավ Ալաշկերտի եւ Արարատի միջեւ բավական հետաքրքիր խաղ էր, շատ էին վտանգավոր պայերը, երկու կողմերն էլ վտանգավոր պայեր ստեղծեցին, բայց այս խաղում ընդամենը 1 գոլ խփվեց, ի դեպ Արարատը 2025 թվականին առաջին հանդիպումն էր անցկացնում Fastex Premier League-ի Արարատի մասնակցությամբ հանդիպումները տարբեր պատճառներով ներդրվել էին եւ Իգրան Եսայանի գլխավորած թիմը կարողացավ հաղթանակով բացել տարին 50-րդ րոպեին 11 մետրանոցից կարողացավ մրցակցի դարպասը գրավել Քրիստոֆեր Բոնիֆեյսը, որը Fastex Premier League-ի այս մրցաշրջանում իր առաջին գոլը խփեց, նա նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս Չարենցավանի Վանում 34 խաղում 8 գոլեր խփել ու կատարել էր 2 արդյունավետ փոխանցում։ Ընդունած գոլից հետո Ալաշկերտի ֆուտբոլիստները ակտիվ էին, փորձում էին վտանգավոր պայեր ստեղծել, Արարատն էլ ակագրեոների միջոցով էր ձգտում գրավել մրցակցի դարպասը, էլի սպառնալից գրոններ անցկացրին թիմերը, բայց այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին եւ արդյունքում Արարատը նվազագույն հաշվով առավելության հասավ Ալաշկերտի հետ պայքարում։ Թիմերը մրցաշարային հյուսակում հարևաններ են, Ալաշկերտը 20 խաղերից հետո վաստակել է 14 միավոր եւ 10-րդ տեղում է, Արարատը ունի 18 միավոր եւ 9-րդն է, բայց Ալաշկերտի համեմատ Իգրան Եսայանի գլխավորած թիմը 2 հանդիպում պակաս է անցկացրել։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, սա Արարատի առաջին հանդիպումն էր Fastex Premier League-ում 2025 թվականին։ Ուրի երկրորդ հանդիպումը կայացավ Գյումրիում, Շիրակը սեփական դաշտում ընդունել էր բանակի կենտրոնական մարզական ակումբին, այս խաղում եւս շատ էին վտանգավոր պայերը, հիմնականում հավասար պայքարում անցավ հանդիպումը, Շիրակը փորձում էր առաջին խաղակեսում ճնշում գործադրել, Դոնալդ Կոգեի մասնակցությամբ դրվագը տեսանք, նրա արվածից հետո ԲԿՄ-ի պաշտպանները փակեցին գնդակի ճանապարհը, բանակայինները եւս գոլ խփելու շանսեր ունեցան, բայց չկարողացան գրավել Դարկո Ղուկաշինովիչի պաշտպանած դարպասը, հապնեի դրվագներից մեկը տեսանք Դանիել Աղբալյանն էր հայտնվել ուշադրության կենտրոնում, այս խաղում գոլեր չգրանցվեցին, թիմերը բաժանվեցին խաղաղությամբ, Շիրակը 19 հանդիպումներից հետո վաստակել է 25 միավոր եւ մրցաշարային հյուսակում 6-րդ տեղում է, բանակի կենտրոնական մարզական ակումբը եւս 19 հանդիպում է անցկացրել, ունի 21 միավոր եւ ընդամենը 4 միավորով է հետ մնում Շիրակից, եթե կարողանար հաջողել այս խաղը, եթե կարողանար հաղթել, ապա կմոտենար Շիրակին, բայց ինչպես նշեցի, այս խաղում գոլեր չգրանցվեցին, հանդիպումը ավարտվեց 0-0 հաշվով, Շիրակը Բանից 6 միավորով է հետ մնում եւ իհարկե ձգտում է բարձրանալ 5-րդ տեղ։ Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Փյունիկի եւ Ուրարտուի միջեւ հին դերբին Երևանի, որը ավարտվեց Ուրարտուի 3-0 հաշվով հաղթանակով, հանդիպման առաջին հագեստում 41-րդ րոպեին մասնավորապես Բրունո Միշելը բացեց խաղի հաշիվը, շատ հետաքրքիր գրոց ձեռնարկեցին Ուրարտուի ֆուտբոլիստները եւ Պոլյարուսի փոխանցումից հետո ընթացքից սարվածեց Ուրարտուի նորեկը եւ գրավեց մրցակցի դարպասը, նա այս հանդիպման գլխավոր հերոսն էր, տեսանք քիչ առաջ Պայենկոյի հարվածը եւ Բուշնևի գեղեցիկ սեյվը, երկրորդ խաղակեսի մեկնարկում Բրունո Միշելը եւս մեկ հրաշալի գոլ խփեց, կրկնապատկեց իր թիմի առավելությունը, դուբլ ձևակերպեց եւ Ուրարտուն երկրորդ խաղակեսի մեկնարկում ստացավ 2 գնդակի առավելություն, Փյունիկը ջանքու եռանդ չխնայեց հանդիպումը փրկելու համար, վտանգավոր պայեր ստեղծեցին Փյունիկի ֆուտբոլիստները, բայց այդ պայերը հիմնականում ստեղծեցին երրորդ գոլը բաց թողնելուց հետո Բրունո Միշելը հետրիկ ձևակերպեց, տեսնում եք նրա երրորդ գոլը, իրացրեց 11 մետրանոցը, Բուշնևի ոչ մի հնարավորություն չտվեց դրվագը փրկելու, Ուրարտուն արդեն հաղթում էր 3-0 հաշվով, այս գոլից հետո վիճահարույց դրվագներ եղան 2 անգամ մրցավարը Սավեն Հովհաննիսյանը դիմեց վար համակարգի օգնությանը, բայց 2 դեպքում էլ 11 մետրանոց չնշանակվեց Ուրարտուի դարպասին, ամեն դեպքում Փյունիկը իրական գոլային պայեր ստեղծեց, Թեմուր Ջիկյան 200% գոլային պահումներ ահաբեցան, բայց բարձրությամբ դուրս եկավ խաղադաշտից ու Ուրարտուն 44 միավորով երկրորդն է, Փյունիկն էլ 40 միավորով երրորդն է։ Տուրի ամենահետաքրքիր հանդիպումներից մեկը կայացավ Գրքին Ջունիոր սպորտ ստադիոնում, Գանձասարը ընդունել էր Հայաստանի փոխ-չեմպիոն Նոային եւ Գանձասարը հաճելիորեն զարմացրեց, վտանգավոր պայեր ստեղծեց մրցակցի դարպասի ուղղությամբ, Չանչարևիչը դրվագներից 2 կարողացավ փրկել իր թիմին,
որոշ դեպքերում էլ շեղարվածեցին Գանձասարի ֆուտբոլիստները, իսկ 28-րդ րոպեին Գորմ Ամբելյանը բացեց խաղի հաշիվը, Էլդեր Ֆերեյրան այս դեպքում գոլային փոխանցում կատարեց, հանդիպման 39-րդ րոպեին Մատեուս Այասի չստացված հարվածից հետո իր թիմի առավելությունը կրկնապատկեց Գոնսալո Գրիգորիուն, որը ճիշտ դիրքում էր հայտնվել։ Գրիգորիուն Fastex Premier League-ի այս մրցաշրջանում 17 գոլ է խփել, կատարել է 4 արդյունավետ փոխանցում եւ առաջնության գլխավոր գոլահարն է այս խաղում դուբլ ձևակերպեց երկրորդ խաղակեսում էլ հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ։ Թիմի երրորդ գոլը խփեց Բրունո Ալմեյդան, այդ դրվագում էլ գոլային փոխանցում կատարեց ու նման կարողացավ առավելության հասնել Գանձասարի հետ պայքարի 3-0 հաշվով։ Նման 49 միավորով առաջին տեղում է Գանձասարը ունի 2 միավոր եւ վերջինն է։ Տուրի վերջին հանդիպումը կայացավ ՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայի ստադիոնում, Արարատ Արմենիան մրցեց Վանի հետ եւ հանդիպման 10-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը Մարիուս Լուվիսի փոխանցումից հետո Ալվինտերան աչքին կապ դարպասի գրավման, Ալվինտերան արդեն 3 գոլ է խփել Fastex Premier League-ի ընթացիկ մրցաշրջանում, այստեղ իհարկե սխալվեցին Վանի ֆուտբոլիստները, Արսեն Բեգլարյանն հստակ չգործեց եւ արդյունքում Արարատ Արմենիայի կիսապաշտպանը բացեց հանդիպման հաշիվը։ Վանը ակտիվ էր, Վանը փորձում է շատ արագ հավասարեցնել խաղի հաշիվը, վտանգավոր բայր ստեղծեցին, իրենց բայրը չօգտագործեցին, բայց Արարատ Արմենիան էլ մտածում էր իհարկե գրոներ ձեռնարկելու մասին, ամեն դեպքում հանդիպման վերջին վայրկյաններին Ռոբերտ Հակոբյանը գրավեց Արարատ Արմենիայի դարպասը եւ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով, Արարատ Արմենիան 39 միավորով 4-րդն է, Վանը 31 միավորով 5-րդ տեղում է։ Այսքանը 22-րդ տուրի հանդիպումների մասին տեսության ընթացքին ձեզ օգնեց հետևել Էդմոն Մարտիրոսյանը։ Հաջողություն։